Արամ Խաչատրյանի գրչին պատկանում է 3 բալետ՝ Երջանկություն, Գայանե, Սպարտակ։ Մի քիչ փոխել ենք մենք գնահատման սանդղակը, ինչպես գիտեք, 7 միավոր տալիս ենք երաժշտության համար, ճանաչեցիք, կեցեք, իհարկե։ Իսկ 3 միավոր նախատեսել էինք երկրորդ հարցին, այսինքն բանավոր պատասխանին, որը փայլուն կատարեցիք։ Մերի ջան, շատ գոհ եմ պատասխանից, որովհետև ոչ միայն նշեցիր բալետները, ասեցիր, որ թվականին է գրվել, կատարվել լիբրետոների հեղինակը, շատ գոհ եմ պատասխանից եւ վաստակում եք Հայասպետ։ Աթանասյան, դուք ճիշտ եք, երեխան շատ լավ տվեց ճիշտ պատասխանը, բայց Հայասպետ այսուհետ կվաստակեն միայն փայլուն պատասխանի դեպքում, երբ որ չկա շփոթություն, խոսքի մեջ նաև, ուստի ես ստիպված եմ հանել 1 միավորը, որովհետև խառնվեց երեխան, շփոթվեց եւ լավ չներկայացրեց ճիշտ պատասխանը։ 10 միավոր է վաստակում Կարմիր թիմը։ Կապույտ թիմ։ Մենք ընտրում ենք Սետարը։ Սետարը խնդրեմ։ Արվեստի պատմություն։ Երանավ որ բազիլիկն է պատկերված։ Այս կառույցն ինչով է տարբերվում համանման մյուս եկեղեցիներից։ Սպառվեց եղանակը երեխաներ, Հարցին կպատասխանի Աստղիկը։ Աստղիկ։ Մենք կարծում ենք, որ սա երերույթի բազիլիկան է, որը տարբերվում է համանման մյուս հուշարձաններից նրանով, որ միջին նավը ավելի բարձր է մյուս նավերից եւ 3 անգամ ավելի լայն է կողմայիններից։ Վերջ։ Լսենք ճիշտ պատասխանը։ Պատկերված է Ծիծեռնավանքը, որն այս տիպի եկեղեցիներից միակ ամբողջությամբ պահպանվածն է։ Ծիծեռնավանքի ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ արևմտյան ճակատում մուտքը բացակայում է։ Ենթադրվում է, որ Ծիծեռնավանքն սկսել են կառուցել որպես մեհյան, արևմտյան կողմում զոհասեղանով։ Դա է պատճառը, որ այդ կողմից մուտք չկա, իսկ հետագայում վերակառուցել են որպես եկեղեցի։ Ցավոք, բնականաբար պատասխան չհնչեց, ուստի միավոր չի վաստակում թիմը եւ անցնում ենք նարնջագույնին, խնդրեմ։ Մենք ընտրում ենք Ռատարը։ Ռատարը խնդրեմ։ Նշանավոր մարդիկ, շատ հետաքրքիր մի թեմա։ Ալեքսանդր Մակեդոնացին այդ փիլիսոփայի մասին ասել է. նրան պատվում եմ հորս հավասար, որովհետև հորս սպարտական եմ կյանքիս համար, իսկ նրան այն ամենի համար, ինչ կյանքին արժեք է տալիս։ Ում մասին է խոսքը։ Նրա հիմնած դպրոցն ինչ էր կոչվում։ Նրա դպրոցն ու դասավանդման մեթոդը ժամանակակից կրթական որ հաստատությունների անունների համար են հիմք ծառայել։ Հարցին կպատասխանի Արթուրը։ Արթուր։ Խոսքը Արստոտելի մասին է, որը ծնվել է մեր թվարկությունից առաջ 394 թվականի մարտի 7-ին։ Նա Աթենքում հիմնադրում է Լիկեի դպրոցը, նա Վերջին հարցը այսպես էր, ժամանակակից կրթական որ հաստատությունների ճեմարանների։ Նա իր երկխոսության հետ քարոզներ կատարել է ճեմելու միջոցով, նրա հաջորդներին անվանում էին ճեմագաններ, իսկ նրա այդպիսի կա հիմնադրած դպրոցները անվանում էին ճեմարաններ։ Լավ, լսենք ճիշտ պատասխանը։ Խոսքը մակեդոնացու ուսուցչի ականավոր փիլիսոփա Արիստոտելի մասին է։
Երբ մակեդոնացին սկսում է պարսկական արշավանքը, Արիստոտելը վերադառնում է Աթենք եւ Ապոլոն Լիկեյացու տաճարի տարածքում հիմնում իր դպրոցը, որը տեղանքի անունով կոչվում է Լիկեյ։ Արիստոտելը դասախոսությունները կարդում էր ճեմելով, որի պատճառով էլ նրա հետևորդներին կոչեցին ճեմականներ։ Հայաստանում հետևել են ավանդույթին եւ ուսումնական որոշ հաստատություններ կոչել ճեմարան։ Եվրոպական մի շարք երկրներում պահպանվել է լիցեի անունը։ Խնդրեմ Տիկին Խալաթյան։ Պատասխանը հիմնականում հնչեց ճիշտ։ Մի մասնակի փոքրիկ թերություն կար, կարելի էր վերջում նշել այդ լիցեի անունը որոշ երկրներում, որ պահպանվել է, ուստի պատասխանը հիմնականում ճիշտ համարելով նշանակում ենք 9 միավոր։ Ես առաջարկում եմ 1 միավոր էլ հանել ոչ ճիշտ տրամաբանված խոսքի համար։ Դուք միանշանակ ճիշտ եք, ես համաձայն եմ ձեզ հետ։ Այո, խոսքը մի փոքր կծկտուր էր, ոչ ճիշտ շարադրանքով, ուստի 1 միավոր հանելը բնականաբար ճիշտ կլինի։ Շնորհակալություն։ Թիմը վաստակում է ուրեմն 8 միավոր։ Եվ անցնում ենք մյուս փուտուկին, Կարմիր թիմ։ Մենք ընտրում ենք այբ տառը։ Այբ տառը, խնդրեմ։ Այբ տառի թեման հայոց լեզուն է։ Լրացրեք նախադասությունների բաց թողնված մասերը քերականորեն եւ տրամաբանորեն ճիշտ նախադասություններ ստանալու համար։ Առաջին. Մոլի գրքասեր Պտղոմեոս եղբայրասերը շատ էր տառապում այն բանի համար։ Երկրորդ, որ եթե նույն ուղությամբ երկնքից իջնի, ապա կկանգնի հայկական հողի վրա եւ ամեն անգամ նա երազային այդ ճանապարհով իրեն տուն էր գցում, առնում հարազատների կարոտը։ Հարցինք պատասխանի Մերին։ Մերի։ Առաջին նախադասությունը Մոլի գրքասեր Պտղոմեոս եղբայրասերը շատ էր տառապում այն բանի համար, որ չէր կարողանում անհրաժեշտ չափով լրացնել իր գրադարանը, իսկ երկրորդ նախադասությունը Մովսես Խորենացին մտածում էր, որ եթե նույն ուղղությամբ երկնքից իջնի, ապա կկանգնի հայկական հողի վրա եւ ամեն անգամ նա երազային այդ ճանապարհով իրեն տուն էր գցում, առնում հարազատների կարոտը։ Վերջ։ Ուրիշ առաջարկություն եք։ Համաձայն եք։ Լսենք պատասխանը, մեր պատասխանը։ Առաջին. Մոլի գրքասեր Պտղոմեոս եղբայրասերը շատ էր տառապում այն բանի համար, որ Մուսեյոնի գրադարանում չկային թատերգակների մի քանի եզակի ձեռագրեր։ Երկրորդ. Մովսեսը նայում էր հարդագողի ճանապարհին, մտովի պատկերացնում, որ եթե նույն ուղղությամբ երկնքից իջնի, ապա կկանգնի հայկական հողի վրա, եւ ամեն անգամ նա երազային այդ ճանապարհով իրեն տուն էր գցում, առնում հարազատների կարոտը։ Տիկին Խալաթյան, խնդրեմ։ Ճիշտ է, իրենցից չէր պահանջվում բառացի հիշել քերթուղահայրը վեպի նախադասությունները, այնուամենայնիվ նրանք կարողացան տեղադրել այնպիսի նախադասություններ, որոնք եւ քերականորեն եւ տրամաբանորեն համապատասխանում են նախադասությանը, սակայն վերջինում այո դուք էլ նկատեցիք մի փոքր այդտեղ պիտի մատնանշվեր ուղղություններ, ուստի դրա համար ես կնշանակեմ 9 միավոր իրենց։ Նրանք հիմնական միտքը չկրահեցին, հետևաբար ոչ լիարժեք պատասխաներ այդ պատասխանը, ուստի ես կարծում եմ 9 միավորը նույնպես բարձր է եւ հանում եմ 1 միավոր։ 8 միավոր է վաստակում Կարմիր թիմը։ Խնդրեմ։ Մենք ընտրում ենք զատառը։ Գրականություն։ Լև Տոլստոյի 3 մահ պատմվածքում ներկայացված մահերից յուրաքանչյուրն ինչով է առանձնանում։ Ժամանակը սպառվեց, երեխաներ, խնդրեմ։ Արդյունք պատասխանի Ամալիան։ Ամալիա։
Լև Տոլստոյի 3 մահ պատմվածքում առաջին մահը հարուստ տիկինն էր, ով մինչև իր կյանքի վերջին վայրկյանները մտածում էր, թե ինչպես փրկվի մահից եւ չէր մտածում իր շրջապատի մասին։ Նա փոխարենը ցանկանար իր երեխաների համար ապագայում առողջություն։ Երկրորդ մահը դա Կարապանն էր, ով իր կյանքի վերջին վայրկյաններին լավություն դրսևորեց եւ իր մյուս ընկեր Կարապանին տրամադրեց իր երկարաճիտ կոշիկները, այսինքն Կարապանը եւ օգնել էր եւ հնարավոր էր կյանքի ընթացքում որոշ վատ գործեր էր կատարել, իսկ երկրորդ մահը երրորդը ծառն էր, որը մինչև իր կյանքի վերջն էլ նույնիսկ մահից հետո էլ լուսավորում էր մարդկությանը եւ օգուտ բերում։ Եվ ինչպես մահացավ։ Կացինի հարվածից։ Կտրեցին։ Եվ ծառը թեկուզ ընկավ, թեկուզ կոտրեցին, բայց դրանից հետո նա պահեց մեծ լուսավորություն, այսինքն այստեղ մենք ավելի շատ տեսնում ենք, որ ծառը թեկուզ մահացավ, բայց թողեց ավելի լավ հետք թողեց։ Ինչպես։ Ինչպես նշվեց, ընկավ կացինի հարվածից, լուսավորելով իր շրջապատը, բացի դրանից այդ ծառից պետք է պատրաստեին այն խաչը, որը պետք է դրվեր այդ երկրորդ մահը այդ Կարապանի գերեզմանի վրա։ Պատրաստեցին այդ խաչը եւ պետք է դնեին այդ գերեզմանի վրա, այսինքն նա եւ Կարապատին օգուտ տվեց նրա մահվանից հետո եւ իր շրջապատի ծառերին։ Վերջ։ Լսենք ճիշտ պատասխանը։ 3 մահ պատմվածքում Տոլստոյը ներկայացնում է, թե ինչպես են մահանում հարուստ տիրուհին, աղքատ Կարապանը եւ ծառը։ Տիրուհին մահանում է փառահեղ տան մեջ, հարազատներով շրջապատված, սակայն նրա մահվան մեջ եսասիրական ու ողորմելի բան կա։ Կարապանը մեռնում է հարազատներից հեռու, Կարապանների խղճուկ խրճիթում, հանգիստ ու անվրդով, առանց ավելորդ աղմուկի։ Երրորդը ծառի մահն է, որն ավելի շատ երբեք չմեռնող բնության վերակենդանացումն է։ Ծառը մեռնելով սկիզբ է դնում իրենով պատրաստվող խաչի կյանքին, այն դրվում է Կարապան Ֆյոդորի գերեզմանի վրա։ Խնդրեմ։ Ընդհանուր առմամբ հարցին տրվեց ճիշտ պատասխան, նշվեցին 3 մահերն էլ առանձին, բայց կար լեզվական թերություն, կրկնակի ենթակաների կիրառություն եւ կարծում եմ թիմը արժանի է 9 միավորի։ Նանջաբույն։ Մենք ընտրում ենք Թոտարը։ Թոտարը, խնդրեմ։ Դարձյալ գրականություն։ Ըստ Քերթողահայրը վեպի, Մեսրոպ Մաշտոցն ու Սահակ Պարթևն իրենց որ աշակերտներին են ուղարկում Ալեքսանդրիա կրթություն ստանալու։ Վերադառնալուց հետո երիտասարդները կարևոր ինչ հանձնարարություն պիտի կատարեին։ Պատրաստեք։ Հարցի առաջին մասին կպատասխանի Ռոբերտը, երկրորդ մասին ես։ Ռոբերտ։ Մեսրոպ Մաշտոցն ու Սահակ Պարթևը իրենց աշակերտներից լավագույններին Գյուտին Հովհանին եւ Մովսեսին ուղարկում են Ալեքսանդրիա կրթություն ստանալու։ Վերադառնալուց հետո երիտասարդները պետք է թարգմանեին Աստվածաշունչը, քանի որ Սահակ Պարթևը եւ Մեսրոպ Մաշտոցը 3 ընկերներին ուղարկելով Ալեքսանդրիա, խնդրել է, որ վերադառնան մեծ գիտելիքներով, քանի որ Սահակ Պարթևը նշեց, որ չկա այլևս Աշակունյաց թագավորությունը, մենք ունենք միայն մի զենք հայերենը եւ պետք է խոսենք եւ աղոթենք հայերեն։ Դրա համար մեր միակույսը դուք եք հետ վերադառնաք եւ արժևորեն թարգմանեք Այբուբենը։ Աստվածաշունչը կներեք։ Լսենք ճիշտ պատասխանը։ Ալեքսանդրիա են ուղևորվում շնորհաշատ ու բանիմաց 3 աշակերտները՝ Մովսեսը, Գյուտը, Հովհանը։ Նրանք սովորելով Ալեքսանդրիայի ճեմարանում պիտի կատարելագործեին հունարենի իմացությունը, որպիսի վերադառնալուց հետո վերանայեին Աստվածաշնչի թարգմանությունը, որը զերծ չէր թերություններից եւ կատարելագործման կարիք ուներ։ Ըստ ուսուցիչների Աստվածաշունչն այնպես պիտի թարգմանվեր, որ ամեն ինչ լիներ Աստվածահաճո, հրաշագեղ եւ ամեն բառը իր տեղում։